հայ ժողովրդի համար Աստված չանի, եթե նույնիսկ Փաշինյանը 1 տարի ձգի։ Փաշինյանի կառավարության դեմ պայքարի օրակարգով ընդդիմադիր ուժերի համախմբման քննարկումները սկսվել են, վստահեցնում է այս գործընթացը նախաձեռնած Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, իսկ որ ուժերի հետ են քննարկումները։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ, գլխավոր ուժերի հետ եղել են, գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ, քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանն այսօր անուններ չնշեց, միայն հստակեցրեց, որ խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժի առաջնորդի Ռոբերտ Քոչարյանի հետ հունիսի 7-ի ընտրություններից հետո դեռ չի հանդիպել։ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Առաջի դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Գործարարը ընդդիմադիրներին համախմբելու իր ծրագրի մասին հայտարարեց խորհրդարանական ընտրություններից օրեր անց։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Անգամ առաջարկում էր մեկ սեղանի շուրջ հավաքվել ուղիղ եթերում, բայց այսօր հրաժարվեց նույնիսկ քննարկմանը մասնակցող ուժերի անունները նշել։ Եթե անկեղծ լինեմ, կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր։ Ազատության տեղեկություններով քննարկումները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերի հետ են։ Քաղաքական ակտիվ դերակատարների հետ քննարկում ենք իշխանության դեմ պայքարի համատեղ հնարավորությունը։ Ազատությանն ասաց Հայաստան դաշինքի падգամավոր Իշխան Սաղաթելյանը, հրաժարվելով նշել մյուս ուժերի անունները։ Կարապետյանի հետ արդեն հանդիպել է։ Իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցել ենք, ում որ գնահատենք անկեղծ են իրենց նկրտումների մեջ, մենք համագործակցել ենք, բայց կան շատ ուժեր, որոնք իրեն ցույց են տալիս որպես ընդդիմադիր ուժեր, բայց համարվում են պրոքսի ուժեր։ Սամվել Կարապետյանը, որ քաղաքական դաշտում ակտիվացավ վերջին 1 տարվա ընթացքում, ազատությունից զրկվելուց ու մեղադրյալ դառնալուց հետո ընտրությունների փուլում խոստանում էր դառնալ հաջորդ վարչապետը։ Նրա թիմակիցները նրան հենց այդպես էլ դիմում էին մինչև քվեարկության արդյունքները։ Ընդդիմադիր լիդերի կարգավիճակի հետ անհաշտ գործարարը անցնցում իշխանափոխության կողմնակից է ու վստահեցնում է պայքարը լինելու է մեկ անգամ ու ընդմիշտ։ Պատգամավորական մանդատ ու փողոցային պայքարի համատեղ սցենարով, ինչ երաշխիք, որ այս անգամ հաջողության կհասնի։ Ասել եմ, մենք դա կանենք մեկ անգամ եւ վերջնական ու դա կանենք։ Երբ հասունանա, ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք, բայց ես ձեզ արդեն մի անգամ բացատրել եմ։ Սա մարդ չի, սա մեխանիզմ է։ Մեր դեմ այս իշխանությանը մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք։ Վարչապետ Փաշինյանը Կարապետյանի, Քոչարյանի ու Ծառուկյանի առաջնորդած ուժերը որակել է եռագլուխ կուսակցություն ու նախընտրական փուլում հրապարակային սպառնում էր նրանց ունեզրկել, բանտարկել, իսկ ընտրություններից հետո նրանց մեղադրում էր կաշառքով ընտրվելու համար։ Քվեարկությունից 1 ամիս անց Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։ Նրան պատկանող մի շարք ձեռնարկությունների դռներ կապարակնքեցին։ Նրա բիզնեսներից 3-ն արդեն պետությունն է կառավարում։ Միասին կարող ենք։ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով է մեղադրյալ։ Ընտրություններից հետո մեկ վարույթ էլ ավելացավ իր նախագահության տարիների պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով։ Ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդի Forbes-ի ցանկով միլիարդատեր Կարապետյանի դեմ էլ քրեական գործ հարուցվեց 1 տարի առաջ։ Հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելու ժամեր անց ազատությունից զրկվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով, հետո էլ ավելացրին փողերի լվացման մեղադրանքը։